Աղին համայնքը 5 մասի է բաժանված։ Այստեղ նույնիսկ կատակում են, ամերիկան չէ, բայց առանձին նահանգներում են ապրում։ Գյուղացիներն իրար համարյա չեն ճանաչում։ Ամեն ինչ սկսվեց դեռ Ախուրյանի ջրամբարի կառուցման ժամանակ։ Աղինցիները տեղահանվեցին, հաստատվեցին այստեղ, որ այժմ Ավան են անվանում։ Նոր տներ էին կառուցվելու բոլորի համար, սակայն 88-ից հետո ծրագիրն անավարտ մնաց։ Ետերքրաշարժյան տարիներին ղազախ շինարարները կառուցեցին աղյուսե միահարկ տներ, բոլորը նույն նախագծով, բայց կարճ ժամանակ անց նրանք էլ հեռացան, թողնելով կիսակառույցները։ Աղին համայնքն է, ոնց այն մասը, այն 5 գյուղն է, այնտեղ կա 5 կայարանը, նոր կայարանը մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա է, իսկ սա նոր Ավանն է։ Պահանջները միշտ տարբեր են լինում, որովհետև յուրաքանչյուրը ձգտում է իր հատվածի համար ավելի լավ վիճակ ապահովել։ Բավականին բարդ վիճակում է գյուղը, որ այսպես տարածված է, տարբեր տեղերում է գտնվում, կոնկրետ ծրագրեր չեն կարողանում իրականացնել, որովհետեւ բոլորին հասանելի լինի այդ ծրագրերը մարդկանց։ Այն 5 գյուղը ավերված 10 ընտանիք ունենք այնտեղ, 10-11 ընտանիք ունենք այնտեղ ապրող, որոնք որ կարելի ասել պայմաններն արդեն վատ են։ Համայնքի բնակիչների մի մասի համար կապույտ վառելիքն անհասանելի մնաց։ Ամբողջական գազաֆիկացումը մեծ ծախսերի հետ է կապված։ Գազի գիծը ուրեմն ճանապարհի կողքով է գալիս, եթե անցկացնեն այդ 5 գյուղ գազը, ուրեմն այնտեղ երկաթգիծ նաև պետք է անցկացնեն։ Հեռու են, բավականին շատ հեռու են։ Տարածված գյուղի մեջ տարբեր հատվածներում մնաց այդ մարդիկ ընտանիքները։ Գյուղապետարան, պոլիկլինիկա կամ դպրոց հասնելու համար եղանակը պետք է բարեհաճ լինի։ Անահիտ Գասպարյանը ստիպված է ամեն օր անցնել քանդված ճանապարհով։ Հիվանդ կին եմ, մի պոլիկլինիկայից օգտվելու համար մոտավորապես 2 կիլոմետր պիտի գնամ։ Ավանի սկիզբն է հիվանդանոցը։ Խնդրին բախվում են նաև դպրոցականները։ Աղինի դպրոցը 63 աշակերտ ունի, նրանց 15%-ն Ավանից չէ։ Ուշացումներն ու բացակայությունները բնական են համարվում, պատճառներն են օբյեկտիվ։ Ձմեռվա ժամանակահատվածում երեխաները ոտքով մոտավորապես 2-ից 3 կիլոմետր եւ ավելի շատ ճանապարհով գալիս են եւ ավելի վտանգավորը կայանում է նրանում, որ բանուկ ճանապարհը, որտեղ որ երեխաները բանուկ ճանապարհով երթևեկում են, շատ վտանգավոր է։ Այն բեռնատար ավտոմեքենաները, ովքեր մեծ արագությամբ բեռները փոխադրում են, երբեք հաշվի չեն առնում, որ ասենք ճանապարհով անցնում են երեխաները։ Խոսքն այս մայրուղու մասին է, դպրոցի տնօրենը դիմել է ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի մեքենաների արագությունը կարգավորող նշաններ տեղադրվեն, ինչպես երևում է, նշաններ դեռ չկան։ Ոտքով դες գնում ենք արտերով, դաշտերով դուրս ենք գալիս տրանս կամ երկաթգիծ։ Թովմասյանների տունն Ախուրյանի ջրամբարին ամենամոտն է ու ամենահեռուն գյուղի կենտրոնից։ Ընդամենը 1 հարևան ունեն, մյուսները լքել են տները։ Եթե Ավանի կիսակառույցների շինարարությունն ավարտին հասցվի, կտեղափոխվեն, բայց առաջիկայում նման ծրագրեր չեն նախատեսվում։ Նազիլ Եղբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։